Բարև իմ սիրուններ, բարի գալուստ իմ նոր վլոգ, այս վլոգը նվիրում եմ հատուկ իմ Դավիթիս 1 ամյակին, սկզբից մինչև վերջ այս վլոգը լինելու է Դավիթիս 1 ամյակի մասին, թե ինչպես ենք ամեն ինչ սկսում, ինչպես ենք պատրաստվում, հուսով եմ, որ ինձ մոտ կստացվի եւ դուք միայն լավ էմոցիաներ կստանաք այս վլոգից։ Նաև ուզում եմ ասել, որ ես հենց այս պահին երեկվանից, այսինքն լուսադեմից, աշխարհի ամենաերջանիկ մորաքույրն եմ, այո, ես առաջին անգամ դարձա մորաքույր, քույրս մայրացավ, լույս աշխարհ եկավ մեր կյանք, Էվելինան, վերջապես, ահա որ շատ էինք սպասում իր լույս աշխարհ գալուն, մի հատ պուպուշ, մի հատ քոթոտ համով բոքոնյո Մերակ տեսեք, թե ինչքան սիրուն է, ես ուղղակի չգիտեմ, երջանկությունից ցնցվում եմ երեկվանից, ուղղակի սպասում էի լավ հարմար պահի, որ կարողանայի նաև կիսվել այդ լուրով։ Նաև այսօր մեր բակում գենդեր բացի է, մեր առաջին հարկի հարևանի երեխայի սերը պետքա իմանանք։ Անցած տարի հունվար ամսին իրենց հարսանիքին էին հրավիրված, ես էլ ցմփորիկ կհիշեք երևի, իմ լուքը ձեզ ցույց եմ տվել, ովքեր որ վաղուց են, հետևում, հաստատ կհիշեք, տեղյակ եք, շատ լավ հարսանիք էր, շատ լավ նշեցինք, լավ էմոցիաներ ստացա։ Իսկ հիմա պատրաստվել ենք, Դավիթն ու Հակոբը ներքևում են, գնում ենք ռեստորանը տեսնելու, որոշելու, այդտեղ ենք նշելու, թե ոչ։ Դավիթը պատրաստվում է։ Հատով Պապան ամրացնում է, որ Դավիթը գնա իր ծնունդի ռեստորանը նայի։ Մենք հասանք տեղ, Ռոստովի նաբերեժնին է, կոչվում է շենքի անունը, շատ հին շենք է, Տիխի Դոն, ու ռեստորանը գտնվում է հենց այդ շենքի տարածքում, Տիխի Դոնի։ Սա էլ արկան, որտեղով որ բարձրանում ենք, հեսա Տիխի Դոն։ Ռեստորանի մուտքը տարածքը մենք դուրս եկանք ռեստորանից, սոված ենք, հիմա ուզում ենք գնանք ուրիշ ռեստորան, մի բան ուտենք, այսօր որոշել ենք դրսում ուտենք, տանը չուտենք։ Դավիթը բայց արդեն ուզում է քնի, չնայած որ իր արթնանալուց այդքան ժամանակ չի անցել, որ հիմա գնանք տուն հաստատ չի քնելու, դրսում ենք լինում, սկսում է ձև բռնել, թե իբր ուզում է քնի, որ շուտ գնանք տուն, որտեվ դեռ իր բնավորությունը չի փոխել, տուն սիրող տղա է իմ տղեն, այդ մի կողմից էլ լավ է, ընտանիք սիրող, տուն սիրող տղամարդ կլինի իմ տղեն, իր պապային կախաշել, ռեստորանի մասին, ինչ ասեմ, սենց 50-50 զալը այդքան էլ դուրս չեկավ, շենքը շատ հին է, հատակը հին, քանի որ երեխեք են լինելու, խաղալու են, ես ուզում եմ, որ ավելի նոր լինի, ավելի մաքուր լինի, ու իրանց այդ գները ընդհանրապես իրանց ինտերիերին չէր համապատասխանում, այսինքն ավելի ճոխ ռեստորաններ կան այդ գնային սահմանում, հա։ Դրա համար առայժմ կմտածենք, հաստատ չի այստեղ նշելը, էլի կան մի քանի տարբերակներ, էլ ինչ է ուզում ասել, մեկ էլ եմ, որ սանուզել է ժլայդ լուչև էլի, հին շենք է, ու իրանք նորոգելու տենց պլաններ չունեն բացարձակ, տենց որոշել են նշեն, հետո այդքան էլ մեծ չէր զալը, եթե մեր ասած քանակի մարդ լինի, օրինակ մենք տենց հաշվարկով մոտավոր 60-70 հոգի հյուր ենք ունենալու, սեղաններ ավելանան, այդտեղ էլ շարժվելու տեղ չի լինելու, տանցվոր չի լինելու, խաղավարներ ենք հրավիրելու, որ երեխաներին խաղացնեն էլի շատ փոքր է լինելու, մեր հաշվարկով երեխաներ շատ են լինելու, էլի, ուզում եմ, որ ազատ լինի։ Դրա համար հիմա կնստենք մի բան ուտելու, կմտածենք նաև որ ռեստորան ենք գնալու էլի։ Կան մի երկու հատը, էլի կմտածենք։ Ժամանակ դեռ ունենք։
Ինչև Հակոբը մեքենան կկանգնացնի, ես ու Դավիթը գնում ենք ռեստորան, պատվեր անենք, որ երկար չսպասենք, քանի որ պետք է հասցնենք գնանք տուն, որ Դավիթը քնի։ Հլին պուպուշին նայեք, նստել է իր տեղը, իջոն։ Դավիթի ուտելիքն էլ ինձ հետ բերել եմ, տվորոգով զապիկանկա եմ պատրաստել, շատ է սիրում, ու վերցրել եմ, որ այստեղ ուտի։ Գնում ենք տուն, գանջ, ապրի իմ տղեն, ապրի։ Խելոք նստով, իր համով ուտելիքները կերով, հա։ Գուն արդեն տանը մաքսում։ Մազերն արդեն անկառավարելի է դարել, ամեն օր արթնանում եմ ու տեսնում եմ, որ երկարել է։ Օրի չեք պատկերացնի, ինչ արագ է երկարում։ Դավիթը ճանապարհին քնել, եկանք տուն մի կես ժամ էլ քնեց ու իջնում ենք արդեն այնքան մարդ է հավաքվել, այնքան սիրուն են կազմակերպել, մենակ տեսնեք։ Գնացինք։ Դավիթին են բոլորը սպասում, այնքան էլ երեխա կա, լնեք ինչ սիրուն է։ Բա։ Լավ էլ ժամանակին հասցրեցինք, Դավիթս քնել մնացել էր։ Ուրախացել ես դով։ Հա դով, լտեսնենք ով է ծնվելու, կես տղան գերա ծնվում, թե աղջիկ։ Հասոնաս մաղթությունի, որ Դավիթի հետ ամուսնացնենք, են էլ Դավիթի սնկերա ծնվելու։ Տաշիներից են լսվում է, ժամը երեկոյան 8-ն է ու կինդերպարտիի շարունակությունը Բաքվում էլի շարունակվում է, խորոված փարթին է արդեն սկսվել, Դավիթ ու Հակոբը ներքևում քեֆ են անում, ես էլ ինչա, հայկական շենք, ասեք, որ հավես է։ Ալամյա դուք իմ տղոն նայեք, լավ, մաման ու դիքեր, ոյ, կեզ ատո անի, Օր երկրորդ գնում ենք մյուս ռեստորանը նայելու, ճիշտ է, երեք ընդմիջում տվեցինք, քանի որ Դավիթը խախտեց պլանները, երկար քնեց ցերեկվակինը, Հակոբն էլ շտապում էր աշխատանքի ու չէինք հասցնի գնալ գալ։ Հիմա ճանապարհին ենք, Դավիթը այսպես իր համար կիսա նստած, կիսա պարկած, համով բաներ ուտում, ճանապարհին է նայում։ Ռեստորան Սաջո Հակոբն ու Դավիթն արդեն մտել են, պրոբկեքի մեջ էինք ընկել, Դավիթը ճանապարհին ուզում էր արդեն քնել, ոյ մոմոն ու դիքիզի, իմ կոնք, սյո յա ուտում արդեն ուզում է քնի իմ տղեն, ուզում է քնի իմ կոնքը, Փաստորեն երկու զալ է, մեկը այս կողմը, մեկը այս կողմը, սա մեկ զալն է, մի տեսակ ես ես աթոռները այնքան չեմ հավանում, բայց հասկացա համարյա բոլոր ռեստորաններում սենց աթոռներ է, ստեղ սեղանները քառակուսի են, նախորդում կլոր էին, բայց լուսավորվածությունը այսինքն ավելի շատ է իմ դուրս տրկայից, որտեղ ամբողջ զալը շատ լուսավոր ու բաց է, քան նախորդ անգամվան է, սա էլ մյուս զալն է, մեր հյուրասենյակի գույներով, վառը գույները, բայց այն մեկը ավելի լավն էր։ Ռեստորանից դուրս եկանք, հիմա եկել ենք Միդիյնե Մեստա, այսպիսի ռեստորան է, արդեն վերանդան բացել են, ուզում ենք այստեղ ճաշել, ու հիմա ձեզ կպատմեմ, թե ինչ ենք որոշել։ Դու Лили! А, мы впервые у вас. Вы знакомитесь с меню? Хорошо. А у вас есть детский стульчик? Нет? Есть, да. Есть? Да? Да.
Вы знакомитесь с меню, подходите на кассу, делаете заказ, а потом уже по локатору, по номерку, вы уже... То есть мы сами подходим, делаем. Хорошо. Конкурс, это слово, Յանուս տղուսաթորը բերեցին, ապրիմ տղեն, դե արիսոսյոն հանենք, որ համու բան ենք ուտելու էսը, ապրիմ տղեն, ապրի, պուպուշը, մենք որ գայս ենք ռեստորան, ինքը պյան պայման նստի աթորի մեջ, որ խելոք մնա, որտև եթե կալասկայի մեջ է, նեղանում է մեզանից, այդ ոնց հա դուք աթորի մեջ նստել եք, իս ես չէ, հա դավ, մենք եկանք ներս, քանի որ դրսում ցուրտ էր, ու էլի ասեմ, որ շատ սիրուն է, ամեն ինչ շատ էսթետիկ է, մեր սիրելի ձևերով։ Մենք տնից Դավիթի համար ուտելիք ենք բերել։ Ճաշեցինք դուրս եկանք, Դավիթը ամեն տրամադրություն էր երկար նստելու, մեքենայի մեջ տրամադրությունն ավելի լավ է, քան այնտեղ։ Բարձր է շատ երաժշտությունից թվում է դա խանգարեց, այդպես էլ չկարողացա ասել, որ որոշեցինք ծնունդը այսօր ռեստորանում նշել, քանի որ ամեն ինչով գերազանցեց նախորդ ռեստորանի, թե մաքրությամբ, թե մենյուով, մենյուի հարուստ լինելով, սանանգույցի մաքրությամբ եւ գեղեցկությամբ, մի հատ նենց գեղեցկություն էր ու էսթետիկա, մենակ մտնեիք ու տեսնեիք։ Իմ համար այդ շատ կարևոր նյուանսներ է, որ իմ հյուրերը իրանց կոմֆորտ զգան։ Նաև մի հատ նենց բալկոն ունեին բազմոցներով, սուրճի զոնա էլի, ով ուզում է դուրս գա, նստի, հանգստանա, սուրճ վայելի, երեխաների հետ դուրս գան, եթե փոքր են, հա, չգիտեմ, այնտեղ ուզում են հանգստանալ, կան լաց են լինում, դուրս կան մաքուր օդի։ Մի խոսքով ամեն նյուանս հաշվի առանք, ես որպես կին հասկանում եմ, որ այդ նյուանսները շատ կարևոր է։ Դրա համար որոշեցինք այդտեղ անենք, հա նաև այն, որ զալը շատ լուսավոր է, հենց սկզբից որ մտա ասեցի չէ, որ շատ լուսավոր է ու դա էլ երեխաներին ավելի լավ ու ավելի կոմֆորտ, հա, ամենայն դեպս իմ երեխան մութ տարածք չի սիրում, երբ որ գույները գորշ են եւ այլն, սիրում է լուսավոր տարածք, օրինակ այսօր մենք որ մտանք այս զալը, Դավիթը մի անգամից սկսեց շփտալ, իսկ նախորդ ռեստորան որ գնացել էինք, անընդհատ ձայներ էր անում, որ շուտ վերջացնենք ու դուրս գանք այդտեղից, չէ՞, հա, հիշում ես։ Դիսկոմֆորտ էր իր համար։ Մի խոսքով մենք որոշենք ու հիմա ասենց ուրախ գնվենք տուն։ Դավիթն էլ ուրախ ես դա, բա ինչ է որ ուրախ չի։ Շատ ուրախ։ Երևի թե հենց կուկուլին նայեք իր ատոյով։ Եկել էինք ձեզքիմիր, գնումներ կատարեցինք, հիմա էլ դուրս ենք եկել, գնում ենք հայկական եկեղեցի։ Ոտ Նենց հավեսին անստում։ Իրա հոպարն է երեք նվեր բերել, որ բակում պտտվենք, են էլ մենք արդեն ուր ասես հասել ենք դուրս գալ։ Ասենք Նախիջևանի Սուրբ Հարություն եկեղեցին, սա էլ հայկական ասոստվան է և Սևան Պլազա հյուրանոցը։ Դավ, վազել է, հետ ինչ արեցիր, դավ, հելավ նորից նստեց, դեմ։ Այսօր մեզ մոտ տակա, բայց լավ քանի է, առողջան ծորտնացել ենք, լիքը պլաններ ունենք, Դավիթ ինչպես միշտ իր ռեժիմով մեր պլանները հեչ արեց, ատամնաբուժի մոտ պետք է գնայինք, FEC պետք է գնայինք, գործերով, թղթաբանության գործեր կային, մի խոսքով գիշերը ուշ քնել է, շուտ արթնացել է, հետո նորից մի քանի ժամ իր համար զբաղվեց ու քնեց։ Պապայի հետ մոմ վարեց,
Դեդիր, ապրի իմ տղեն, ապրի Տեր Հիսուսի համար վարենք, հա կանչ։ Տեր Հիսուս Քրիստոս, խնդրում եմ քեզ, ազգիս համար, սիրում է եկեղեցու մեջ ձայներ հանի Դավիթես։ Տիկիկ։ Մի այլ տրամադրության բա իմ Դավիթը գալուս եկեղեցի, Տեր ջան։ Հրաշք բակ ունի մեր եկեղեցի։ Ջան, տրամադրություն է։ Ուզում եմ նախորոք խնդրել, որ տեսոլոգի տակ չգրեք, որ չի կարելի եկեղեցուն նկարել։ Ուրեմն եղել եմ 2 անգամ պատարակների եկել եմ ու նկարել եմ, կիսվել եմ, որպեսզի տեսնեն, որ դրսում էլ շատ հավատացյալ հայեր կան, գալիս են, մասնակցում են մեր եկեղեցու գեղեցկությունը, մի խոսքով, քանի որ իմ վլոգները ոչ միայն այստեղից են նայում, այլ նաև Հայաստանից, Եվրոպա, ամբողջ աշխարհից դիտողներ կան, բայց չգիտես ինչու միշտ մի հոգի կգտնվի, որ գրում է չի կարելի եկեղեցու մեջ նկարել, ուրեմն ամբողջ աշխարհի տարբեր ազգերի բլոգերներ գալիս են Հայաստան, նկարում են, կիսվում են մեր եկեղեցիներով, բայց հենց մենք հայերս ենք կիսվում մեր եկեղեցիներով, հենց մենք ենք ուզում ինչ-որ մի, չգիտեմ, մասնիկ մեր հավատքից, մեր պատմությունից կիսել միանգամից գրում եք չի կարելի, ինչու չի կարելի, ինչ վատ բան կա դրա մեջ, երբ որ ինձ հետ միասին այդ մի քանի րոպեները անցկացրեցիք, ոչ մի վատ բան դրա մեջ կարծում եմ չկա։ Խեղտոց ամառը սկսվել է։ Ես եկել եմ մանիկյուրի, 2 օրից էլ պեդիկյուրի եմ գրանցված, Դավիթ քնացրել եմ ու եկել եմ ու չգիտեմ հիմա այս դուրը ոնց եմ բացելու։ Да, мне очень нравится։ Վերջապես վերջացրեցի 2 ժամ տևեց, սպասում եմ լիֆտին, ուրեմն 3-րդ հարկում ա գտնվում ստուդիան, սովորական կվարտիրա է, ու այդ կվարտիրան սարքել են ստուդիան, գեղեցկության սրահ, ամեն ինչ կար։ Իմ կիզի, Լեթիկվի, He's գզվո, կորուտո գզվո, 3 ժամ չեմ տեսել, թշերը կարմրել է, պապան տարել է շատ տրվամներ, ինձ էլ սիրուն նկարներ էին անում ուղարկում, հիմա գնում ենք հացի կուտենք, որովհետև ժամ արդեն 3-ած կեսա մենք էլ բան չենք կերել, ու ես ու Հակոբ էլ, առավոտյան մի հատ ժամի 9 սուրճ ենք խմել, պատկերացնում եք, Jens, գնացինք։ Ասա մենք արդեն եկել ենք մեր բակ։ Հիմա գնում ենք մի հատ Վալբերիս։ Ինչպես մեզ քալանեցինք Վալբերիսը, Վալբերիսը մեզ։ Պուպուշ բաներ փորձենք ու գանք տուն։ Հա գանք։ Այսօր հուդիսի մենք նաև տունն է։ Ուրա, մենք եկել ենք նստենք։ Հա գանք։ Եկել ենք մեգային, ինչ-որ ունենք տան մոտ, ուրիշ բան չունենք մոտիկ գնաց, բանձես, ուտեմ կիս արա, մազերը խոցոց, ոչ մի դուք չի ենթարկվում էլ, սաների, ֆենի, ինչ ուզում ես արա, մեկա քնում հելնում է, մազերը հատուկ ֆեն է արած, խառը ֆեն տղուս, այսօր 10 ձևի մեր եղանակը փոխվել է այդեպ, մի քանի ժամ առաջ, անգամ մի ժամ առաջ ահավոր անձրև էր, բայց տակ էլի, սառը անձրև չէր, շատ հավեսին տոնական ատմոսֆերա է այստեղ, Դավիթ, Դավ,
Դավիթ։ Դա ինչ ա տեսել, արջիկին ա տեսել։ Հա? Մրութը, բանանա կերել, մրութը բանանա։ Արջիկին ա տեսել։ Բայց ինչ հետաքրքիր աղջիկ եղա ես։ Որ այսօր առավոտյան արթնացել եմ ու շատ սիրուն շնորհավորանքներ եմ հղել մանուկներին Instagram-ով։ Գիտեմ թե այստեղ եղել եմ էլի ասել, քանի որ իմ մոտ ցենց խառնում է անընդհատ մոռանում եմ այնտեղ ինչ եմ ասել, այսօր ինչ եմ ասել։ Ուզում եմ ասեմ, որ վերջապես մենք էլ ենք նշում այս տոնը երկար տարիներ սպասելուց հետո։ Ես համար ուղղակի տոն էր, գիտեինք որ երեխաների տոնն է, բայց այն որ նորմալ երևույթ է, որ տանը երեխա չկա, արդեն դա քեզ չի վերաբերվում։ Նույնն էլ մայրության տոնը։ Չնայած ամեն տարի մամայիս երբ որ շնորհավորում էի, ասում էր ոչինչ բալես, մի օր էլ քո տոնը կլինի, քո օրը կգա, չմտածես։ Այս տարի շնորհավորեցինք ու ես ու քուրս միանգամից են որ մեր տոնն էլ է այս տարի։ Ուզում եմ շնորհավորել ու ասել, որ թող մեր մանուկները մի խաղաղ երկնքի տակ ապրեն, մի ժպտան, առողջ լինեն, ամենակարևորը։ Մեզ էլ էլի լիքը առողջություն ուժ, որ կարողանանք մեր երեխաներին այն մեր մեծերի խոսքով ասած ոտքի հանենք։ Նայում եմ անթաց տղա ես ու ստենց զարմանում եմ, թե մի տարին ոնց անցավ, ոնց այսքան մեծացավ։ Նստի իմ տղեն։ Հա գանց, լնայ ոնց է նայում։ Նստեին գանց ես։ Դա, նայում ես, իրան հետաքրքիր էր։ Թաթոյով արա, հլա աչուկին նայի, կեզ թաթիկով անում։ Դա, վայ եկավ։ Հլա ոչ անայում։ Մենք գնում ենք տուն, վայ գլուխներս ցավոց։ Էդ ինչ ժխոր էր, դաղն էլ բժշեց արդեն։ Քունը տանում է։ Հոգնիլիս։ Աջատված խնդում ես դմարա, դեմ ես կեզի։ Ես ակ դու դիքո ես դու կեզի։ Դες զուբիկիները։ Այսօր հունիսի 3-ն է, մենք գնում ենք մերոնց տուն, քանի որ 1 ժամ առաջ երեխեքը եկան Հայաստանից։ Մեքենայով են եկել, հետ վերադարձ եղավ, այն որ աշխարհի ուրախն եմ, այն կարգի եմ կարոտել, մի ամիս ուղիղ չեն եկել։ Դավիթ քնելու ժամն է, բայց փորձեցինք արագ դուրս գանք, որ տանը չքնի ու չերկարի ավելի մոտ դուրս գալը։ Ուզում ենք միասին այսօր խորոված անել, սեղան նստել, քանի որ Նոնայի եղբայրն ու պապան են իրենց բերել Հայաստանից եւ պետք է այսօր այդպիսի ժամանակ անցկացնենք։ 2 օրից Դավիթից ծնունդն է, մենք արդեն պատրաստ ենք։ Մի անգամից այստեղ շոկը վերա տվեց, ահա որ շոկեր են։ Մինչև տանից դուրս եմ եկել, հավաքվել եմ, ամբողջությամբ էլի ջուր եմ եղել, ինչ Չնայած հիմա որ Դավիթը մեծացել է, այլ այդ կարգի չեմ տանջվում, հեշտ է հավաքվել ադողի։ Պուպուշի։ Խորանջում, քույն է տանում իմ կոնքի։ Հակոբը մտել է այստեղ գործով, մի երկու բան ունի անելու, դա ու շարժվենք։ Ուտեմ կեզ իմ աղջիկ, հլստես մգորմա իկուն։ Ես ոտից վիծացի, ջոն։ Մանե, կշվայից, լմազեր աղջիսերով ոցա երկարին, կկշվի մի սոկորոտից։ Լգնա պատացվի, Պատացվի։ Անի Դավիթը։
David. Անեի դեմք ասել եմ կանգնի նկարեմ դե քշի աղբորդ քշի այդ կալյասկին քո կարիքը ուներ մանես աղբերը տխուր նստում էր իրա մեջ ու սպասում էր քեզ թե երբ պետք է գաս որ իրան քշես հա վլոգ եմ նկարում ոչ դու պարկացես իսկ ես տենց ցույց եմ տա ոնց ասիում Կարուտ էլի իր ման է Դավիթը մենակ մանեի հետ ասելով Նանանի, նունուրի, էզորում, ճդուդա, սսվելա, զավը յոտի չարե տրի ոգա կաղնացրև ես Ուլախացել ես դու որ կոչ դուդա էզոր, սսվելա Հա, մեր առավոտնա, մշտական Դավիթ հեսա պիտկա իրա շիլանուտի Մենք էլ մեր սուրճը խմենք ու պատրաստվենք քիչ-քիչ Հադավ, արդեն դավս բժժելա Այս կոնյակը շատ երկար պատմություն ունի, ուրեմն 15 տարի առաջ երբ որ ես ամուսնացա, պապաս գնել է այս կոնյակը ու պահել, որ իմ բալիկի ծնունդին բացենք ու այս խեղճը 15 տարի սպասել է այս օրվա ու այսօր պետք է վերցնենք մեզ հետ միասին ռեստորան, որպեսզի բացենք վերջապես եկավ իր ժամը եւ հատուկ Դավիթիս համար կոնյակը կբացվի այսօր։ Դավ մոմոնուտի քե Դա ասա ուրա մեզ սեղանը մամասերի ծախելա Թե չէ մի օր կոտրելու էր ու շատ վատ բան լիներ, անընդհատ սուր խաղալիքներով ապակու վրա էր խփում ու ես անընդհատ ոնց որ լարված վիճակում հայտնվեի, դրա համար վաճառել ենք, բավականին ժամանակ էր ավիտոյում դեղադրված էր, եկան տարան, հիմա ուրիշ սեղան եմ պատվիրել, դավս մնացել է այս փոքրի հույսին, այս փոքրն էլ ես թեքել եմ ուրեմն այս կողմ, նայեք պետք է ընդհանրապես այն մյուս կողմով լիներ, բայց սուր է էլի այս կողքերը, եզրերը, այսինքն ու թեքել եմ այս կողմ, նոր ուղղակի սուր չխմեցինք, Դավիթ իր շիլան կերավ, կեղտոտվել է սեղանը, սենց ոնց որ ավելի անվտանգ է։ Ինչով որ պետք է այսօր դիմարդարվեմ, դրել եմ այստեղ մի կողմ, 2 օր առաջ նախօրոք պատրաստել եմ, որպեսզի ժամանակ չծախսեմ մտածելու եւ փնտրելու գտնելու վրա մի քանի բան իհարկե ավել է հենց այդ պահին կորոշեմ որն եմ օգտագործելու ուրեմն տոնային ընտրել եմ Dolce & Gabbana-ից այս տոնայինն է ինքը ունի մատ բայց շատ առողջ ֆինիշ ուրեմն կոնսիլերը Desire որը տարիներ շարունակ օգտագործում եմ եւ իմ անձնական եւ աշխատանքի մեջ ես ուղակի իրան հայթայթել էի, խնդրել էի իմ տաթևին, որ պատվիրի Կորեայից բերի, էլի իր մասին խոսվեց, տարածվեց եւ հիմա շատերն են օգտագործում։ Ուրեմն դիմափոշին վերցել եմ ռուժ բանի ռուժ, փայլուն ֆինիշով այսպիսի դիմափոշի, որը այլ ռուսական շուկայում չկա։ Ուրեմն բրոնզերը օգտագործել եմ կամ Gucci կամ Charlotte Tilbury, տեսնեմ, որը այդ պահին ինձ ավելի հարմար կլինի։ Ստվերաներկերը իմ այն արդեն հալից ընկած Color Copy Nude ստվերաներկերն է։ Ես ընդհանրապես օգտագործում եմ այս 1, 2, 3 այս գույները։ Շատ պետքական ու օգտագործվող գույներ են, շարժվող կոպիս կդնեմ Bobbi Brown-ի Sparkle-ը, մի րոպե բացեմ, այսպիսի Sparkle-ը, գժնում եմ իրա համար, թե էլի իմ անձնական, թե աշխատանքի մեջ օգտագործելու համար, highlighter շատ չեմ դնում, բայց նոր highlighter-ը Zivage-ից վերջերս եմ վերցել, չգիտեմ էլ ցույց տվել եմ թե չէ ինքն սիրուն այն 01-ն է այսպիսի շամպայն ոսկեգույն խառնված նամանավանդ վայ թող մաշկին ինչքան սիրուն է նայվելու 02-ն է վարդագույն երանգով է
Ինչ այստեղ թարթիչներն են, միայն ծայրերն եմ դնում, ես շատ չեմ դնում, այստեղական ճյուղերս են, որոշել եմ երեկոյանական ճյուղեր օգտագործեմ, իդեպ շատ երկար էին, կարճացրել եմ, ուղղակի կտրում եք տակից եւ վերջ, տուշը իմ սիրելին է, արդեն չգիտեմ, որերորդն եմ վերցնում L'Oreal Paradise, այստեղ ինչ մնացել, շրթներքը Tom Ford, Gloss-ը Stellar-ի, հոնքերը անփոփոխ են նույնն ամնում, Bellor Design-ի տուշը եւ Lux Visage-ի մատիտները, դրանցից որևիցե մեկը կորոշեմ կամ ավտոմատը կամ սովորականը եւ շուրթերի մատիտը Mista-ից 706 Դեպ իմ այս երկու գեղեցիկ հայելիներով չեմ կիսվել, եթե հիշում եք, այստեղ ուրիշ հայելի էր դրված, որին ես այդքան էլ չէի սիրում, ապրի իմ տղեն, շարժում էր ու ես տենց եմ, որ տղուս ատմասկով լիքը բաներ վաճառում եմ ու փոխում եմ, ես շուստրի մամաների շարքին եմ պատկանում, ինչևից է լավ հայելին, ուրեմն ձեռք են բերել Yandex Market-ից, պատվիրել եմ միանգամից տուն են բերել, իսկ սեղանի վրայի հայելին գնել եմ Leroy Merlin-ից, իրար հետ շատ սիրուն են նայում, երկուսի ռամկաներն էլ նույն գույն են ու այնքան հաճելի հայելիա, ես այնքան եմ իրան սիրել ու ես այնքան եմ ուզում, որ սենց արկա լիներ, կլոր, հա, էլ չեք պատկերացնի ու այնքան երկար եմ փնտրել, որ հենց կոնկրետ այս չափսը գտնեմ։ Հերթը եկավ հասավ մեր լուքերին, սկսենք Դավիթի լուքով, ուրեմն հիմա գնալուց հագնելու է այսպիսի պոլո պիսոչնիկ, իրա բասանոշկաներով, ծնունդին հագնելու է այս լյոնից վերևը եւ իր շորտը մակասիններով, քանի որ papan էլ է հագնելու նույն կտորից, էլի տաբատ ու վերնաշապիկ։ Տորթը կտրելուց, ես այդպես եմ պլանավորել, իհարկե ընթացքում կերևա, ես չգիտեմ ոնց կստացվի Դավիթի տրամադրությունից հա կախված, բայց համենայն դեպս ես այդպես կուզեի, որ տորթը կտրելուց Դավիթս ներկայանար այս հագուստով, դե մի երկու ձեռքեր սովորական բաներ եմ վերցրել, որ հնարավոր ինչ որ բան ուտելուց թափի կամ ուզենա քնի, ես փոխեմ ինչ որ թեթև հանգիստ բան հագցնեմ քնելուց, բայց ամենակարևոր լուքերը այս երկուսն են լինելու, իսկ սա ես ահա որ շատ էի փնտրում, որ հենց papayi հետ միանման լինեն, մեր երեքի գույները այսօր լինելու է բեժ երանգի մեջ, երեքս էլ բաց ենք հագնելու, հիմա գնամ իմն էլ ցույց տամ, խոսքով ես շատ գոհ եմ, ուղղակի մենք մի ամիս առաջ էինք սկսել պատրաստվել, Հակոբն ու Դավիթը ընդհանրապես ուրիշ բան պիտի հագնեն, ինքան անտանելի շոկ սկսեց, որ որոշեցինք փոխել, քանի որ նրանցով շոկ կլիներ։ Այս իմ հագուստն է, միակ տեղն էր բարձր, որ կարողացա կախեմ, այն մյուս դրից էլ սկեսուրիս շորն է, բերել էի տուն, որ պարով հարթուկ էի, տակից զգեստ է այսպիսի slip style, իդեպ իրանց ես առանձին եմ գնել, բայց չգիտեմ ոնց եղավ, որ ես հարմարացրեցի նույն կտորն ու նույն գույնը, ընդհանրապես ես չի տարբերվում, ով նայ կմտածի միասին են վաճառել, այսպիսի զգեստ է, ու իրա վրայից կիմանո, այնքան կանացի, այնքան սիրուն, այսպիսի թևերով, ճիշտն ասած ես slip զգեստները շատ եմ ասենց առանձին հագել, ու այն որ արդեն ոնց որ զգեստ էլի, բայց ես կիմանում, որ վրայից հագնում եմ, այնքան սիրուն ու այնքան անկեղծ կանացի, ես երկրորդ անգամ եմ ասում, բայց իրոք շատ լավն է, մի խոսքով սենց գույների մեջ ենք, կոփինն էլ այստեղ է կախած, լյոնից վերնաշապիկ ու իր տաբաթը, նույն Դավիթի շորի կտորն է, Էլ մեր կոշիկներն է, Հակոբի լոֆերները, ես այսքան ժամանակ Հակոբից ոչ մի բան ցույց չեմ տվել վլոգներում, բայց այսօր քանի որ տոն է ու այս վլոգը ես նկարում եմ հատուկ նրա համար, որ իմ որդին հետո հիշի, ուզում եմ ամենայն մանրամասնությամբ սենց նկարվի, որ հետաքրքիր լինի, նաև մենք էլ էլի նայենք ու այսօրը հիշենք։ Աստված գիտի, մեկ էլ քան տարի հետո ենք նայելու, լոֆերները Հակոբի մշտական զգեստապահարանի
Կոշիկներն են, երևի բոլոր գույները ունի ձյաձանի։ Ես էլ դե չասեմ թե Վալբերիսից քանի զույգ, երևի մի 30 զույգ բասանոշկա եւ կոշիկ եմ ուրեմն փորձել, ոչ մեկ ինձ դուր չեկավ, չգիտեմ, մի տեսակ անհասկանալի մոդելներ էին, չնայած որ են ամենաճանաչված բրենդներից էլ եմ պատվիրել, վերջապես գնացի այն օրը մերոնց տուն որ գնում էինք երեխեքա եկել էին, այդտեղ Տարգովի կոմպլեքս մոլ կա, ուրեմն կա այսպիսի խանութ վերսիա կոչվում, հենց իր հագուստ, կոշիկ եւ պայուսակը, հա, արտադրվում է հենց իր անունով ու վերցեցի այս բասանոշկաները այնքան հարմար կրուն կա իր մեջ համել փափուկ, ուղղակի էլի մալամերկա են, ես 37 հագնող եմ, սա վերցնում եմ 38 ու որ համել ամբողջ երեկոյի ընթացքում ոտքերս չհոգնեն։ Մենք տեղում ենք, Դավիթը քնած է, դրա համար եմ կամաց խոսում։ Սալում ենք արդեն, ամեն ինչ պատրաստ է, այստեղ դեռ դատարկ է, որովհետև ձեցքի մանկական սեղանն է լինելու, պետք է բերեն, տորթի մանկական կհավաքեն, ամենակարևորը ֆոտոզոնան, անպայման հայերեն տառերով, լույսին հակառակ եմ, դրա համար եմ մուքերևում, իմ մտահղացումները, որ լիներ կլոր, այսինքն հանեմ, որ ամբողջը դուրս կա, կողքից մեկ լինին, գույները սպիտակ բեժ ոսկե գույնի մեջ, ու կարծում եմ, որ շատ սիրուն է ստացվել, տորթն էլ այստեղ է լինելու։ Արմինես լրիվ պրոցեսի մեջ է, մենք դեռ 1 ժամ ժամանակ ունենք, սիրուն կհասցնենք։ Իմ տղի Մարտին Պատրոստ է, իր պոպոսարիկները հակել է ճակատը, չգիտեմ ինչ արեց տրորեց։ Ես մտել եմ հագնվելու, ափսոս որ այստեղ հայելի չկա, որ երկարությամբ ձեզ ցույց տամ, բայց եթե դուրս գամ այն կողմ, ամենասկիզբը կփորձեմ անպայման մեծ հայելիով ցույց տալ իմ ամբողջական լուքը։ Ես պատրաստ եմ, այսենց ճիշտ է շատ շուք ախեղտոց, մինչև հասել ենք ամբողջ այս մազերից ներքևը ջուր, բայց այստեղ ռեստորանում լավ է, շատ հով, ես շատ եմ շտապում դուրս գամ գոնե հյուրերիս դիմավորեմ, թե չէ Հակոբն ու Սկեսուրեն կսեն դիմավորում, մերոնք էլ չգիտեմ դեռ եկել են, թե ոչ։ Մի հատ էլ այս կողմից վազեցի։ Ես է տորտն աշուր տալու։ Դա քեզ եմ նկարում։ Բոլորը հավաքվել իր ֆոտոսեսիային են նայա։ Խելոք չես էլի Դավիթ, հոզորով չի։ Մերոնք էլ եկան, գնամ դիմավորեմ։ Ես տեսել եմ ձեզ, եկել եմ բռնացել։ Ոյ մամա ջո։ Սիրունա հորքուրը։ Ոյ ջունուն, ես սիրունի։ Ես հիրա բանը մտա։ Ինչ Ես իշ պուպուշա, իմ մղջիկը, իմ կուկուզը, իմ անուշը, Դավիթ, պապա, դով, պապ մանե ինք անչի կողքըր, պապ, Դավիթ, ֆոտոսեսիանա, ես խեշտղեն կրակն ընգավ այսօր Դավիթի ձերը, հյուրերը համարյա արդեն հավաքվել են, սկսում ենք շուտով, մենք մեզ կանչում են, վերջապես ժամը 6-ն է, կանչել ենք բոլորին 5-ին, բայց 6-ին ենք սկսում Դավիթ, Ոտերքիս! Ну что ж, сегодня с нами, дорогие друзья, ансамбль песни и танца «Звезда Надежды». Давайте поприветствуем горячими аплодисментами и встретим наивкуснейший класс.
будут баловать, я почему-то в этом не сомневаюсь. Бабушки, дорогие наши, это те прекрасные, замечательные леди, которые всегда перекармливают нас, как было, есть и будет. Вновь и вновь я вас поздравляю, с огромным удовольствием хотел бы предоставить вам слово, чтобы поздравить вашего друга. Гости, попрошу минуточку тишины в зале. За вас, драгоценные наши! Также счастливы сегодня за тебя, наш дорогой друг, и уверен, что также на сердцах найдутся пару слов, чтобы поздравить своего замечательного племянника. Гости, напомним, пока уделим несколько минут вашего драгоценного внимания. Hanginiz, o davizlerin resmi şu olmuyor. Aynen kaynağı друзей. Попросим подойти к торту. Ну что ж, настал этот прекрасный, замечательный момент, когда наш виновник торжества впервые в своей жизни, гости дорогие, задует свою первую свечку. Детки, мои хорошие, чуть попозже обнимитесь.
Мишки, попрошу подойти к фотозоне. На эту сторону, мои золотые. Мама благодарит вам. Забейте, пожалуйста, на 2 минуты детей, чтобы запечатлеть этот красивый, шикарный момент. Именно сейчас нужно... Давид. Еще сюда. Давид. Давид. Как минимум 15 лет, друзья мои. Дедушка приобрел эту бутылку и сказал, когда родится внук, мы откроем и выпьем. Чтобы еще 15 лет он не стоял у вас дома, я предлагаю, дорогой, открыть, разлить и выпить за здоровье вашего долгожданного, прекрасного принца Давида. Дедушка, дорогой наш. Дедушка! Я предлагаю открыть коньяк, разлить. Я попрошу подойти, джентльмены, к этому столику. Откроем, выпьем за здоровье нашего красавца Давида. Огромное спасибо. Папа, сира, коньяка и радзеро, бацма. Девочку, сестру Сету, давайте поприветствуем ее горячими аплодисментами. David's papika, նվագում է David's համար
մեզ մոտ առավոտ է, մեկ արդեն կերել ենք մեր շիլան, հա? Հա։ Սուրճը խմել ենք։ Սոկի խմել է։ Հա, Նուշիկը 2 օր արդեն եկել է հոգուրի տուն։ Ու մենք այսօր էլի գնում ենք իրանց տուն, ինչի, որովհետև մեր պապիկի ծնունդն է այսօր։ Դավիթ պապիկի ծնունդն է։ Ուրա։ Մենք պապի ծնունդին գնում ենք բասեին։ Չէ, այսօր բասեին չենք գնում, մենք գնում ենք մի քանի օրից բասեին։ Հա, դու մոռանում ես երևում, մենք ինչ ենք խոսացել։ Մենք այսօր տանն ենք անելու խորոված, Դավիթը իր մեքենայով, 3 ընկերուհիս Իզան նվեր էր ուղարկել Դավիթիս համար, Դավիթս էլ այս մեքենայից այն կողմ չի գնում, այնքան է ուրախացել, չնայած որ ծնունդին լիքը մեքենաներ է ստացել նվեր, բայց դե սրա վրա կարողանում է նստի, մի հատ դրսի ունի իր հոպարն է նվիրել, մի հատ էլ սա առայժմ տանը, քանի որ կողքերից բաց է, ապրի մեր Իզա մորաքույրը, չէ Դավ, արի, Կանա իր հոպարը։ Էդգարը իր հոպարն է, Դավ, ուր ենք գնում կանչ, պապիկի ծնունդին ենք գնում, պուպու շակել է իմ տղեն, Հետո մի Շոկ։ սեփ։ Դավիթ մանուշիկ իրարեց շատ լավ են, բարձր հարաբերություններ են իրենց մոտ, պապով տանջու չեմ կարողանում, ես ես շոկերը։ Տեղան ենք պատրաստում, մանեն, մանես ալերգիա ունի, այսօր առավոտյան ենք հայտնաբերել, մինիմ Ջոնիկի, Դավս, կեսուրիս հետ, հացի կաոտում ու մուտիկ անայում, ամարն եկել է, լավ գործի մեջ ենք, ամենահամով գործի մեջ ենք, իդեպ, ես բանջարեղենը սիրում եմ հենց սենց, խառնածին աղցանը չեմ սիրում, խորով ես ու այսինց, առանց կողնակի համերի ուտես, նստի լավ, նստի, ով ատես է պեսեն աներոշ տորտը պչի, դե ոչիշ, սալյուտներն է, ինչ տարբերություն, պապիկի տորթիկն ենք միացնում, որ սուրճ խմենք համել, կուտիգի, մոնիս, արի, մի հատ է երկեք, լավ, մի հատ է, ապրի մամաս, Birthday to you, happy birthday, happy birthday, Happy birthday to you. Միացավ, մանես, ման, ծապ, 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 Happy birthday, 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 happy birthday. վերջում պապիկ ջան, պապիկ ջան, Happy birthday to you. Happy birthday, happy birthday, happy birthday, Papi John. Woo!